Հաջորդ ոլորտային ուղղությունը տրանսպորտ եւ մետրո, այստեղ ուզում եմ խոսել 3 խոշոր ծրագրերի մասին, կարելի ասել ստրատեգիական նշանակություն ունեցող ծրագրերի մասին քաղաքապետարանի եւ ինչու՞ չէ նաեւ երկրի համար, մետրոյի աջափնյակ կայարանը, մետրոյի Սուրմալու կայարանը եւ էլեկտրական շարժունակությունը կամ ինչպես հապավում ենք գտել emerge, որը նաեւ որոշակի խորհուրդ ունի իր մեջ այս հապավումը։ Եվ աջափնյակ կայարանի մասով մենք ներդրումային ծրագրով եւ նախագծանախաշվային փաստաթղթերով կազմված ունենք գնահատված ծրագիրը 98 միլիարդի դոլարի, 98 միլիարդ դրամ, ներողություն եմ խնդրում, այս պահին ֆինանսավորումը նախատեսված է կառավարության կողմից, որևէ միջազգային գործընկերների հետ կամ վարկային գործիքակազմով ներկայությամբ խոսակցություն չի գնում, որ ծրագիրը կֆինանսավորվի, նախագծային աշխատանքները տևել են 21-ից 25 թվականների եւ 26-ից 31-ը փաստացի իրագործման փուլն է նախատեսվում։ Եվ առաջընթացի մասին խոսեմ, նախագիծը ավարտվել է 25 թվականին, պարզ պետական համալիր, շմակ փորձաքննությունները ստացված են, հանրային ներդրումային ծրագիրը կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացվել է կառավարություն, որպեսզի վարչապետի մոտ վերջնական քննարկում տեղի ունենա, ծրագրի ազդեցության ենթակա տարածքում գույքերի ելակետային ուսումնասիրություններ, չափագրություններ արված են եւ գերակա շահի մասին որոշումը արդեն երկրորդ շրջանառությամբ պետք է որ կառավարությունում լինի եւ պիտի հաստատվելուն պես մեկնարկելու են կոտարման գործընթացները։ Փաստացի ծախսը 25 թվականին 765.1 միլիոն դրամն է եւ նախագծի 3-րդ փուլի համար նախագծող ընկերությանը վճարումն է։ Ռիսկերի հետ կապված հիմնականում բնականաբար օտարման գործընթացն է, սա մեր համար լռելիալին կանոն է, ըստ էության մրցութային գործընթացներում հնարավոր են ձգձգումներ հաշվի առնելով, որ խոշորագույն ենթակառուցվածքային ծրագիր է մեծ ցանկություն հավակնություն կա, որ մրցութային գործընթացները կազմակերպենք այնպես, որ կարողանանք միջազգային լուրջ խաղացողներ եւ ընկերություններ ներգրավել այս ծրագրի իրականացման գործընթացում եւ հենց այդ նպատակով պարոն քաղաքապետ դուք էլ անդրադարձել եք ձեր պարբերական ելույթներում այն մասին, որ նաեւ կառավարության գործընկերների հետ քննարկումների արդյունքում այս պահին ստրատեգիական գիծը այն է, որ կարողանանք միջազգային պայմանագրերի կառավարման լավագույն պրակտիկան, ինչը կոչվում է FIDIC, հա, այդ կարգավորումների հիբրիդային մոտեցմամբ, նաև ներառելով կառավարության հատուկ որոշումով կարողանանք այս ծրագրի իրականացման համար կանոնակարգեր ներդնել եւ մրցույթները հենց այդ տրամաբանությամբ կազմակերպել։ Այս պահին աշխատում ենք այդ նախագծերի մշակման վրա եւ ես շնորհակալ եմ, որ նաև ձեր խորհրդականին կցել եք մեր աշխատանքներին, Տիկին Թևանյանը մեզ կաջակցի նաև իրավական մասով։ Տիկին Թևանյան, ինչ փուլում ենք հիմա։ Պարոն քաղաքապետ, այս պահին աշխատում ենք Տիկին Բաբայանի կողմից նշված կառավարության որոշման նախագծի վրա, որպեսզի մենք ունենանք մի փաստաթուղթ, որը կկարգավորի այդ հարցի հետ կապված գնման գործընթացները միջազգային գնումների ընթացակարգերի տրամաբանությամբ։ Այս պահին այդ փաստաթղթի վրա ենք աշխատում, դա ինչպես արդեն նշվեց, գերակաշահի որոշման նախագիծը ուղարկվել է։ Ճիշտ եմ հասկանում, որ մեկ կառավարության որոշման մեջ մենք գնման գործընթաց ենք սահմանելու, սա վերաբերելու է եւ շինարարական process-ին եւ տեղ հսկողին, թե առանձին են այդ որոշումները լինելու։ Տիկին Բաբայան այդ մանրամասներին կապ։ Տիկին Բաբայան։ Պարոն քաղաքապետ, այո, գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ, որով կկարգավորվեն եւ շինարարությունը եւ տեխնիկական հսկողությունը, եւ քանի որ FIDIC կարգավորումներով տեղ հսկողը ըստ էության ծրագրի ինժեներն է, այսինքն նաեւ ծրագրի իրականացման շինարարության ընթացքի համար պատասխանատու է, այդ կարևոր լուծումները մենք ցանկանում ենք տալ, որովհետև տեղական կարողությունները բավականին սահմանափակ են նման ծրագրեր կառավարելու համար։ Շատ լավ, փաստաթղթի նախագծի պատրաստման խնդրում եմ ժամկետ ասեք, հիմա բոլորը լսում են ուղղակի։ Ես կարծում եմ մինչև այս ամսվա վերջ մենք արդեն կունենանք նախագիծը։
Շատ լավ, ֆիքսեցինք փետրվարի առաջին գործակարգավարականին դուք զեկուցում եք երկուսով, որ Ծիգից, քաղաքապետարանից փաստաթուղթ ուղարկվել է կառավարություն նախագիծը։ Հաջորդիվ անդրադառնամ մետրոյի Սուրմալու կայարանին, այստեղ բյուջեն գնահատման ընթացքում է, որոշակի դեռ նաև բան չկա, ինտուիտիվ նաև պատկերացում չկա։ Սուրմալու մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ենթադրվում է իրականացնել համայնք պետություն ենթադրվում, եթե մենք կարողանանք ավարտել 26 թվականին այդ բոլոր աշխատանքները։ Այս պահին ծրագրի տեխնիկատնտեսական իրագործման մրցույթը 25 թվականի օգոստոսից հայտարարված 2 անգամ չի կայացել մասնակիցներ չլինելու պատճառով։ Մենք ամսի 16-ին վերահայտարարելու ենք մրցույթը, ամսի 23-ին Սուրմալուի հարակից տարածքում քաղաքաշինական հայեցակարգի մրցույթն է հրապարակվելու եւ նաեւ նորագույն տեխնոլոգիաներով ներդրումային ծրագրի AR VR տեխնոլոգիաներով մոդելի կառուցման մրցույթն է հրապարակվելու փետրվարի կեսերին։ Այս ամենի հիման վրա մենք 26 թվականին կունենանք պայմանագրեր, կավարտենք նախապատրաստական աշխատանքները եւ արդեն ներդրումային ծրագրի մրցութային գործընթաց կսկսենք։ Ռիսկերը ըստ էության մրցութային գործընթացների հետ ձգձգումների հետ են կապված եւ հնարավոր է նաեւ ներդրումային նվազ հետաքրքրություն լինի, այդուհանդերձ այստեղ նաեւ ներգրավելու ենք արտաքին գործընկերներին, բոլոր հնարավոր հաղորդակցության խողովակները օգտագործելու ենք, որպեսզի հնարավորինս նաեւ միջազգային հանրությանը եւ տեղական ներդրողներին հասանելի լինի ներդրումային ծրագիրը եւ հետաքրքրությունը մեծանա։ Տեխնիկատնտեսական իրագործելիության մրցույթի ամբողջ տրամաբանությունը պետք է կառուցված լինի նրա վրա, որ տեխնիկատնտեսական իրագործելիությունը ապահովենք, այսինքն այդ կետը պետք է գտնեն հաղթող կազմակերպությունները, թե որ կետում է տեխնիկատնտեսապես հետաքրքիր մասնավոր գործընկերներն, այս պետք է լինի իրենց աշխատանքի նպատակը, որովհետև այդտեղ մենք մեր որոշումներում բավականին լայն հնարավորություններ ունենք։ Այսինքն բիզնես տեսանկյունից ավելի հետաքրքրացնելու պրոյեկտը։ Հաջորդը։ Բնութագիրը այդ տրամաբանությամբ էլ նշված է, որ մեզ տան առաջարկ լավագույն իրագործելի տարբերակի շուրջ։